Էջմիածնի քարոզչական կենտրոնի անդամները շաբաթվա առավոտյան մայրավանքում էին մասնակցելու միասնական աղոթքի։ Եկայք շինեցուկ ծրագրի շրջանակներում մեկնեցին Արագածոտնի թեմ, մաքրելու, բարեկարգելու թեմի հինավուրց ու չգործող մատուռներն ու եկեղեցիները։ Օշականում կենտրոնի անդամներին միացան նաև Արմավիրի թեմի այգեշատ գյուղի երիտասարդները։ Բաժանվելով 4 խմբի նրանք գործի անցան։ Առաջին խումբը Քասախ գետի կիրճում գտնվող Սուրբ Աստվածածին քարանձավային մատուռում է։ Անին Սուրբ Գևորգ եկեղեցու երիտասարդաց միության ատենապետն է։ Ասում է, որ նմանատիպ միջոցառումները երիտասարդներին համախմբելուց ու նրանց եկեղեցանպաստ գործունեության մեջ ներգրավելուց բացի կարևոր են նաև նրանով, որ հնարավորություն են ընձեռում տեսնելու եւ ճանաչելու մեր սրբավայրերը։ Շատ անմխիթար վիճակում են գտնվում այսօր մեր մատուռները, ցավոք սրտի։ Արկա են բավականին շատ աղանդավորական գրականություն, հենց առաջին հերթին նաև ձեռնամուխ ենք լինում այդ գրականության վերացմանը։ Հաճախ ենք քննադատություն լսում այն մասին, որ մեր պատմամշակութային արժեք ունեցող աղոթատներն անբարեկարգ վիճակում են։ Մենք քննադատելու փոխարեն նախընտրում ենք այսպիսի նախաձեռնություններով հանդես գալ, ասում են Թուխմանուկ մատուռում աշխատող երիտասարդները։ Այս ծրագրի շրջանակում բազմաթիվ խոնարհված եկեղեցիներում բարեկարգման աշխատանքներ են իրականացվել, թեև սրբավայրերից շատերը վերականգնման կարիք ունեն, սակայն մաքրելուց հետո հնարավոր է դառնում որոշ եկեղեցական արարողություններ կազմակերպել։ Ոչ միայն եկեղեցիներն ենք մաքրում, այլ նաև դրանով մենք ուզում ենք մեր ներդրումն ունենալ մեր եկեղեցական կյանքում եւ նաև կոչ եմ անում, որ մեր հայ առաքելական եկեղեցու զավակները մեր եկեղեցիները ամուր, կանգուն եւ մաքուր պահեն եւ չախտոտեն։ Երիտասարդներն աշխատում էին բարձր տրամադրությամբ, երգ ու պարով, չնկատեցին, թե ինչպես ավարտվեց օրը։ Նրանք հասցրին կարգի բերել Սուրբ Աստվածածին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, Թուխմանուկ մատուռները, Սուրբ Սիոն եկեղեցին։ Իսկ երեկոյան արդեն մաքուր աղոթատներում Հայր Թովմայի հետ մասնակցեցին ժամերգության։